Բարև ձեզ Armen Press-ի հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայանին։ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող փոդքասթային շարքի շրջանակում նախարարի հետ կզրուցենք տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ու արդյունքների մասին։ Պարոն Պապայան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն նախարար, մոտենում է Հայաստանից թարմ պտուղ բանջարեղենի արտահանման սեզոնը։ Ավանդաբար այս ժամանակաշրջանում Լարսի անցակետում հերթեր են գոյանում եւ հաճախ բեռները նաեւ փչանում են։ Քննարկվում էր լաստանավային հաղորդակցության տարբերակը, սակայն այն աշխատեց ընդամենը մի քանի ամիս։ Այլընտրանքային ինչ տարբերակներ են դիտարկվում, որպեսզի թեթևացնեք մեր արտահանողների լոգիստիկ խնդիրները։ Շնորհակալ եմ նախարարի համար։ Լաստանավի մասին երկար խոսվում էր Հայաստանում, որ եթե այլ լինի լաստանավ, բոլոր հարցերը Հայաստանում կլուծվեն, մարդիկ սկսեն զանգվածաբար օգտվել լաստանավի հնարավորությունից եւ արտահանումը էականորեն կհեշտանա։ Բայց երբ որ լաստանավը եղավ, պարզվեց, որ դա պահանջարկ չուներ կամ չունեցավ։ Ավելին, իհարկե դրա համար նաեւ օբյեկտիվ հիմքեր առաջացան։ Լաստանավի լինելը համընկավ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների հետ եւ դրա արդյունքում Ռուսաստանը եւ Վրաստանը համատեղ, այսպես ասած, մեծացրեցին Վերին Լարսի թողունակությունը, մեծ շինարարություն իրականացրեցին, որի արդյունքում տնտեսվարողները ըստ էության լաստանավով փոխադրում կատարելու փոխարեն նախընտրեցին փոխադրում կատարել ցամաքային ճանապարհով Վերին Լարսով, որովհետև Վերին Լարսի թողունակությունը մեծացավ։ Եվ առ այս պահը այդ մասով նոր պահանջարկ ըստ էության չունենք, այսինքն կազմակերպությունները այնպես չի, որ ասում են, որ իրենք կօգտվեն լաստանավից, եթե լաստանավի հնարավորություն լինի, կամ երբ որ խոսում ենք խնդիրների մասին, իհարկե խնդիրներ կան բազմաթիվ, որոնք աշխատանքային կարգով մենք քննարկում ենք եւ Վրաստանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ, բայց այդ խնդիրները Վերին Լարսով անցման հեշտացման, բարձրացման, արագացման մասին են, ոչ թե այլ ճանապարհների, իսկ գլոբալ ֆունդամենտալ առումով այլ հնարավորություններ կբացվեն այն ժամանակ, երբ որ իրագործվի խաղաղության խաչմերուկ նախագիծը, այդ ժամանակ մենք կարողանանք Ադրբեջանի միջոցով արագ դուրս գանք կամ այլ ընտրանքային եղանակով դուրս գանք ռուսական շուկա, ես նկատում եմ առաջին հերթին երկաթուղային շարժը, իհարկե գյուղմթերքի դեպքում երկաթուղային շարժի հնարավորությունները էականորեն սահմանափակված են, քանի որ այդտեղ արագության հարց կա, բայց այլ արտադրությունների դեպքում կարծում եմ դա օրինակ լրացուցիչ հնարավորություն կլինի, այս առումով սա եւս մեկ ապացույց, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը իրականում Հայաստանի Հանրապետության եւ հարևան երկրների համար շատ տնտեսապես շատ արդյունավետ գործիք է կազմի ներկայացնում։ Իսկ օդային փոխադրումների ինչ տարբերակներ կան, քննարկվում է այս տարբերակը։ Օդային փոխադրումների տարբերակներ կան, օդային փոխադրումները հիմա էլ կան եւ որոշ ապրանքների դեպքում դրանք օգտագործվում են։ Օդային փոխադրումները իրենք գնային առումով երևի թե չէ վստահաբար ամենաթանկ փոխադրումներն են եւ ըստ էության իրենք արդյունավետ են թանկ ապրանքների պարագայում, որտեղ մարժան մեծ է կամ փոքր չափով, բայց մեծ գնով ապրանքների դեպքում, օրինակ ոսկերչական իրերի դեպքում դա արդյունավետ է, ադամանդագործական իրերի դեպքում արդյունավետ է, բարձր տեխնոլոգիական ապրանքների դեպքում, երբ որ ասենք մի փոքրիկ չիպը կարող է բավականին մեծ արժեք ունենալ կամ փոքրիկ տեխնոլոգիան, բայց մի շարք ապրանքների պարագայում դրանք տնտեսապես ոչ այնքան արդյունավետ է, նույնիսկ որոշ ապրանքների մի մասի դեպքում արդյունավետ կարող է լինել, մեկ այլ դեպքում ոչ, օրինակ, եթե հագուստ ենք դիտարկում, պայմանական եթե այդ հագուստը մեկ իրավիճակ է, երբ որ դա 500,000 դրամանոց կոստյում է, մեկ իրավիճակ է, երբ որ դա 50,000 դրամանոց կոստյում է։ 500,000 դրամանոց կոստյումի դեպքում ինքը օդային փոխադրումը կարող է լինել նպատակահարմար եւ չէ կիրառելի, բայց 50,000 դրամանոց կոստյումի դեպքում բնականաբար ոչ, որովհետեւ այդ արժեքը չունի եւ այդ շահութաբերությունը չունի, այդտեղից մեկ միավոր ապրանքից այդպիսի շահույթ դժվար է ակնկալել, որ հնարավոր լինի օդային փոխադրումով իրականացնել։ Տեսեք, օրինակ ծաղիկների դեպքում Ռուսաստանի Դաշնությունում մենք ծաղիկները արտահանում ենք հիմնականում ցամաքային ճանապարհով, որովհետեւ նոր տեխնոլոգիաները, նոր ներդրումները նրանք հնարավորություն են տալիս օրինակ ծաղիկները բավական երկար կենսունակությունը պահպանել եւ դա արագ հնարավոր է որպես արագ չփչացող ապրանք արտահանել Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ մենք ունենք պայմանավորվածություն, որ շուտ փչացող ապրանքների դեպքում մենք
այդ գործիքակազմում ունենք, իրենք ավելի արագացված ընթացակարգով են անցնում եւ հաճախ չեն մնում հերթերի մեջ։ Բայց ուրախությամբ պետք է արձանագրել, որ մենք Միացյալ Նահանգներ արտահանում ենք ծաղիկ օրինակ, եւ դա անում ենք բնականաբար օդային ճանապարհով, ինքնաթիռներով, որովհետեւ դա երևի թե միակ հնարավոր եղանակն է առկա տեխնոլոգիաների պայմաններում։ Պարոն նախարար, պետբյուջեից տարեսկզբին 2024 թվականի մասին է խոսքը, ձեր ղեկավարած գերատեսչությանը տրամադրվել է 75.8 միլիարդ դրամ գումար։ Այդ գումարի որքան հատվածն է, այսպես ասած, ետ վերադարձվել քաղաքացիներին, իրականացվող այդ ծրագրերը ինչ արդյունքներ են տվել մեր քաղաքացիների, տնտեսվարողների համար։ Այդ 75 ու մի փոքր գումարից մոտ 70 միլիարդը, այսինքն 90 երևի 3% եւ ավելին, դա այն գումարներն են, որոնք որ վերադարձել ենք Հայաստանի տնտեսվարողներին, Հայաստանի բիզնեսին, Հայաստանում գործունեություն ծավալող ֆերմերներին։ Եվ իհարկե նաև առանցին գյուղատնտեսական տնտեսությունների։ Ինչ արդյունքներ ունենք, ամենամեծ արդյունքը դա 5.95% տնտեսական աճն է։ Եվ ամենամեծ արդյունքը այն է, որ կառավարությունը իր ժամանած 5 տարվա համար միջին տարեկան 7% տնտեսական աճի թիրախում է։ Իհարկե 5 տարին դեռ ընթացքի մեջ է եւ եթե դիտարկենք 25-ը դեռ ընթացքի մեջ է եւ 26-ի առաջին կեսը, նվազագույնը, որտեղ 21-ի երկրորդ կեսից այդ խոստումը տրվել է, ապա այս պայմանությամբ մենք ամբողջությամբ թիրախում ենք։ Միջին տնտեսական աճը 7%-ի, այսինքն նույնիսկ ավել ենք 8 եւ ավելի տոկոս է այս պայմանությամբ։ Դա ամենամեծ արդյունքն է, ամենամեծ արդյունքը իհարկե մեծ հաշվով նա է, որ մեր տնտեսական քաղաքականությունների հետևանքով Հայաստանը հաջողությամբ զարգանում է եւ մեր մեկ շնչի նգրող համախառն ներքին արդյունքը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է, եթե մի քանի տարի առաջ այն $4,000-ից մի փոքր էր ավել, հիմա արդեն ավելի քան $8,500 է։ Դրա արդյունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի եւ աշխատավարձի աճը պատմական ռեկորդներ է սահմանում, այսինքն Հայաստանում երբևէ այսքան աշխատավարձ չի եղել, երբևէ այսքան միջին աշխատավարձ չի եղել, երբևէ այսքան շատ աշխատատեղ չի եղել եւ երբևէ այսքան աշխատավարձային ընդհանուր ֆոնդ չի եղել։ Դրա արդյունքը նա է, որ 10,000-ից ավել տնտեսվարող, կազմակերպություն, ֆերմեր, գյուղատնտես, որտեղ եթե այդ կազմակերպությունները միասին վերցնենք, աշխատում են 100,000-ավոր մարդիկ, մի քանի 100,000 մարդ։ Եվ եթե դա բերենք ընտանիքի վրա, ստացվում է մի քանի 100,000 ընտանիք։ Կարող է պարզվել, որ այս ծրագրի շահառու են եղել Հայաստանի բնակչության մի զգալի մասը, մեծ մասը։ Եվ ի վերջո բոլորն են այդ ծրագրի շահառու եղել, որովհետև եթե օրինակ ես չեմ աշխատում որևէ ընկերությունում եւ մեր ընկերությունը օրինակ պետական աջակցություն չի ստացել, դա չի նշանակում, որ ես այդ ծրագրի շահառուն չեմ, որտեղ այդ ընկերությունը զարգացել է մեր վճարած հարկերի շնորհիվ, այդ ընկերությունը աշխատատեղեր է ստեղծել, այդ ընկերությունը հարկեր է վճարել եւ այդ հարկերից մենք օրինակ ստացել ենք մեր քաղաքացիների կենսաթոշակ, մեր բանակը կայուն մատակարարումներ նյութատեխնիկական, մեր քաղաքացիները ստացել են իրենց սոցիալական նպաստները, մեր երեխաները ստացել են իրենց անվճար միջնակարգ կրթությունը, շարունակվել է 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, որի շահառուները բոլոր քաղաքացիներն են եւ եթե ոչ այսօր, ապա վաղը քաղաքացու երեխան գնալու է այդ 300 դպրոցական մանկապարտեզը, դրա շահառուն են 100,000-ավոր մարդիկ են կամ միգուցե միլիոնավոր մարդիկ են, որոնք որ այդ մի քանի հազար կիլոմետր կառուցված ճանապարհներով գնում են եւ գալիս են շատ հանգիստ եւ առանց խոչընդոտների եւ այսպես շարունակ, որտեղից է գեներացվում այդ գումարը, որտեղից է գեներացվում փողը, որ մենք տալիս ենք բանակին, որտեղից է գեներացվում փողը, որ մենք տալիս ենք կենսաթոշակառուին, որտեղից է գեներացվում փողը, որ մենք տալիս ենք պետական ծառայողին կամ ուսուցիչներին, որտեղից է գեներացվում այն փողը, որ մենք տալիս ենք կրթությանը, որտեղից է գեներացվում այն 100-ից ավել միլիարդ դրամը, որը մենք տալիս ենք սոցիալապես անապահով մարդկանց անվճար բժշկական օգնություն ստանալու համար։ Դա գեներացվում է մեր քաղաքացիների, մեր բիզնեսի վճարած հարկերից։ Իսկ մենք այդ 70 միլիարդ դրամը տվել ենք բիզնեսին, որպեսզի բիզնեսը վճարի 170 միլիարդ դրամ ավել հարկ։ Այսինքն սա պետության կողմից ներդրում է։ Մենք վերցնում ենք հարկերի մի մասը վերադարձնում ենք բիզնեսին, հասցեական, ճիշտ,
որպեսզի բիզնեսը զարգանա եւ հաջորդ տարի վճարի ավել 170 միլիարդ հարկ։ Ինչի վրա ենք ծախսել եւ այդ ծախսերի այո 93-4% դա հենց այն ծախսերն են, որոնք այսինքն մենք վերցրել ենք բիզնեսից փողը, նորից տվել ենք բիզնեսին հասարակական հետ, իսկ մնացածը դրանք բնականաբար ընթացքային ծախսեր են, այսինքն այն մարդիկ, ովքեր որ հաշվարկում են, ում պետք է տան, ստուգում են ճիշտ են տալիս, թե ճիշտ չեն տալիս եւ այլն, այսինքն սպասարկում են այդ գործընթացը եւ այլն, այսինքն բազմաթիվ կամ չգիտեմ, շենքերի պահպանության ծախսեր, չէ՞ որ դրանք էլ ակտիվ են, դրանք եթե չպահպանենք, դրանք կոչնչանան, կվնասվեն եւ մեր երկրի, մեր պետության հարստությունն են դրանք եւ այսպես շարունակ։ Պարոն Պապյան, դուք հիմնականում խոսեցիք, այսպես ասած, անուղղակի վերադարձի մասին, սակայն տնտեսվարողներին ուղիղ իմաստով ինչ վերադարձ է արվում, պետական աջակցության ծրագրերի միջոցով կխնդրեմ համառոտ ներկայացնեք այդ ծրագրերը։ Դրանցից մի քանիսը։ Տեսեք, որպեսզի կոնտեքստից կտրված ու բարդ չլինի, ես մեկ օրինակով ներկայացնեմ, թե աջակցությունը ինչպես է տեղի ունենում։ Ենթադրենք Հայաստանում որևէ կազմակերպություն ուզում է որևէ արտադրանք թողարկել եւ վաճառել։ Արտադրությունը ինչ որ բան թողարկի եւ վաճառի։ Իրեն ինչ է պետք սկզբի համար հումք հաճախ դրսից ներմուծում, օրինակ Հայաստանը ենթադրենք բամբակ արտադրող երկիր չի։ Հայաստանը հայտնի չի կամ մեր հնարավորությունները այնպես ինչ որ մենք այնքան բրդատու ոչխարներ ունենանք, որ ունենք այնքան բուրդ, որ կարողանանք տեքստիլ արտադրության համար հումք։ Եվ մենք ինչ ենք անում, օրինակ այդ կազմակերպությունները ենք թելեր եւ կտորներ չէ, պիտի ներմուծեն, որպեսզի վերամշակեն եւ վերջնական արտադրանք ստանան։ Մենք այդ հումքը, թելը, կտորը որ ներմուծում է, ազատում ենք մաքսատուրքից օրինակ։ Եվ հարյուրավոր ընկերություններ աջակցություն են ստացել տասնյակ միլիարդավոր դրամների, այսինքն էժան հումք, առաջին բանը։ Երկրորդը հումքը լավ կա, նա պետք է տեխնոլոգիա, որպեսզի ինքը կարողանա արտադրանք թողարկի, որպեսզի ինքը կարողանա լավ որակի արտադրանք թողարկի, որպեսզի ինքը կարողանա միավոր ժամանակում շատ եւ որակել արտադրանք թողարկի։ Տեխնոլոգիաները հինն են, ինչ անենք, սովետական են կամ 90-ականներին Թուրքիայից, Իրանից, այլ երկրներից կիսաօգտագործած ապրանքներ է բերել։ Լիզինգի աջակցության ծրագրով, այսինքն ասում են գնա տեխնոլոգիան առ լիզինգով, վարկով, մենք քո տոկոսադրույքների մեծ մասը սուբսիդավոր ենք, օրինակ 13% կամ 14% գնացել տեխնոլոգիա է առել, 10%-ային կետը պետությունն է փոխհատուցում, իրեն մնում է ընդամենը 3 կամ 4%-ային կետը, այսինքն ստեղ ծախսերի 80% պետությունը վերցնում է իր վրա։ Եվ սրա արդյունքում մենք մեր արտադրողականությունը վերջի 5 տարում 2.5 անգամ ավելացել է։ Տարիներ առաջ 4.6 դոլար մեկ մարջամ, հիմա արդեն մոտենում ենք $11 մարջամի սահմանի։ Սա հենց այդ տեխնոլոգիաների միջոցով է։ Այսինքն սարքավորում է պետք, որպեսզի ինքը դա անի։ Երրորդը, մենակ սարքավորումով հարցը չի լուծվի։ Բարձր որակավորման մասնագետ է պետք։ Շատ լավ, ասում ենք, եթե դու բարձր որակավորում ունեցող մասնագետ ես ներգրավում, ապա այդ մասնագետի աշխատավարձի մինչև 50% մենք ենք փոխհատուցում։ Այսինքն բարձր որակավորում ունեցող մասնագետով էլ ենք օգնում։ Հետո ասում ենք, լավ, իրեն մենակ բարձր որակավորում ունեցող մասնագետ առասարակ մասնագետ է պետք։ Աշխատող չկա, քիչ են աշխատողները։ Շատ լավ ասում ենք, մարդը եթե նոր է մտնում ոլորտ, 1 տարի աշխատի, իր եկամտային հարկը պետությունը կփոխհատուցի, այսինքն միայն այդ վարպետների, բանվորների, կարանողների եւ այլն։ Այս մենք կոնկրետ օրինակով եմ վերցնում։ Այդտեղ էլ ենք իրեն աջակցում։ Հետո ասում ենք, դե լավ արտադրեց, բայց հիմա մենք հոմենակ արտադրելով չի, պետք է սպառի։ Սպառման համար ինչ է պետք։ Նայում ենք, տեսնում ենք, պետք է սերտիֆիկատ հանի, որպեսզի գնա ընդհանրեն եվրոպական երկրներում արտահանի։ Մինչև 80%-ը սերտիֆիկատի արժեքի փոխհատուցում ենք։ Սերտիֆիկատ կա արժի 10,000 եվրո, սերտիֆիկատ կա 30,000 եվրո, սերտիֆիկատ կա 50,000 եվրո, սերտիֆիկատ կա 100,000 եվրո։ Մինչև 80% փոխհատուցում ենք։ Այսինքն սերտիֆիկատն էլ հանեց, տանում արտահանում։ Լավ, հիմա հասավ եվրոպական շուկա, պարտադիր չէ, որ արտահանես, սկսի վաճառվել։ Ստեղ էլ ենք օգնում։ Մարքեթինգային միջոցառումներ, այսինքն օրինակ էքսպոների,
որտեղ մի էքսպոյի տաղավարը կարող է 100,000 եվրո արժենա, 300,000, 500,000 եվրո արժենա, որտեղ բոլոր երկրները ներկայացված են։ Մեկ կազմակերպությունը չի կարող այդ փողը իրեն թույլ տալ եւ ներկայանա։ Պետությունը վարձակալում է այդ մեծ թանկ տաղավարները այդ խոշոր մայրաքաղաքների ամենակենտրոնական տեղերում եւ մեր արտադրողները սիմվոլիկ ներդրումներով կամ 90% դեպքերում անվճար գնում են եւ իրենց ապրանքը ցուցադրում են։ Հնարավորություն ունեն նոր կապեր հաստատել, ամբողջ տարի ամբողջությամբ 100%-ով անվճար է եղել։ Բոլոր ծախսերը պետությունը վերցրել է իր վրա։ Այդտեղ էլ ենք աջակցում, լավ ավարտեցինք, հիմա կապերը հաստատել, բայց էլ ինքնարժեքի հետ կապված խնդիր կա։ Շատ լավ ասում են Եվրոպական միության երկրներ, երբ որ դու արտահանում ես, դիվերսիֆիկացիայի տեսանկյունից էլ ենք կարևորում։ Մաքսատուրքը թե ենք վճարում, այսինքն այդքան աջակցեցինք, հումքում աջակցեցինք, աշխատողի մեջ աջակցեցինք, բաների էքսպոյի ժամանակ աջակցեցինք, տեխնոլոգիայի մեջ ձեռք բերելու մեջ աջակցեցինք, բոլոր տեղերում աջակցեցինք, ասենք մի հատ էլ, որ արտահանում ես եվրոպական երկիր, ապրանքիդ մաքսատուրքը ինչքան է, օրինակ $1 միլիոն արտահանել ես մաքսատուրքը 10%, հա, $100,000 ներկայացնում ես փաստաթղթերը պետությունը $100,000 քեզ փոխհատուցում է։ Այսինքն մաքսատուրքն են փոխհատուցում։ Ստացվում է ամբողջ ցիկլի մեջ հումքի ձեռքբերումից արտադրություն, արտահանում մենք այս ամբողջ գործընթացում մեր տնտեսվարողների կողքին ենք եւ տնտեսվարողներ կան, որոնք որ հսկայական աջակցություն են ստանում եւ այդ աջակցության շնորհիվ են իրենք զարգանում։ Այդ աջակցության շնորհիվ են իրենք նոր աշխատատեղեր ստեղծում, արկա աշխատատեղերը պահպանում եւ զարգացնում։ Եվ սա եւ ուղղակի եւ անուղղակի աջակցություն է, չէ՞, որովհետեւ եթե մենք որևէ կազմակերպության աջակցում ենք եւ այդ կազմակերպությունը օրինակ 200 նոր աշխատատեղ է ստեղծում, դա միայն այդ կազմակերպության համար լավ չի, դա միայն 200 մարդկանց համար չի, միայն իրենց ընտանիքների համար չի, այդ 800 հոգու համար չի, ընդհանրեն 4 հոգանոց ընտանիք է, բայց այդ մարդիկ աշխատատեղ են ստանում, այդ մարդիկ գնում են խանութում առևտուր են անում, այդ մարդիկ գնում են ծառայությունից են օգտվում, այդ մարդիկ գնում են մեկից մեքենա են առնում, մյուսից բնակարան են առնում, այսինքն կարող է պարզվի, որ միայն օրինակ այդտեղ արդեն 8000, 10000 շահառու եղավ, եւ այդպես հարյուրավոր ու հազարավոր Ինչ հարյուրավոր, այդպես 10,000 կազմակերպություն, ընկերություն, անհատ եւ այսպես շարունակ։ Ձեր իշխանությանը հաճախ քննադատում են տնտեսության արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի մասին խոսելով, բայց իրականում մեկ շուկայից կախվածությունը պահելու մեջ խոսքը Ռուսաստանի մասին է։ Գործնականում ինչ քայլեր են իրականացվում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու առհասարակ տնտեսության դիվերսիֆիկացիայի համար եւ այս համատեքստում տնտեսվարողներին ինչ աջակցություն եք տրամադրում, որպեսզի հայկական արտադրանքը միջազգային շուկաներում ել ավելի մրցունակ դառնա։ Ամենամեծ աջակցությունը դա արտահանման աջակցությունն է 3 հիմնական ուղղություններով։ Օրինակ, չկա տնտեսվարող, որը գա ասի, ես ուզում եմ մերձավոր արևելք, արևմտյան Եվրոպա, Ամերիկա, Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Աֆրիկա, Հարավային Ամերիկա, աշխարհի որևէ կետ ուզում եմ ապրանք արտահանեմ, օրինակ ինձ դրա համար պետք է ընդհանրենք մերձավոր արևելք եմ ուզում ապրանք արտահանեմ, ինձ պետք է հալալի սերտիֆիկատ, որը արժի այսքան տասնյակ հազար դոլար կամ այսքան $1000։ Խնդրեմ, ստացիր 80% փոխհատուցումը։ Դա աջակցություն է, թե աջակցություն չէ։ Կամ ես ուզում եմ արտահանեմ ապրանք արաբական մերձավոր արևելքի շուկայի, խնդրում եմ մասնակցել ձեր էքսպոներին։ Խնդրեմ, տոմսը առ ապրանքները տեղափոխի, մենք մնացած 100,000-ավոր դոլարները կվճարենք արաբական կողմին, որպեսզի դու գնաս մեր ընդհանուր Made in Armenia կամ Armenia այդ բրենդի տակ ստեղծված մեծ տաղավարում, գեղեցիկ տաղավարում, ամենակենտրոնական վայրում ստեղծված տարբեր տաղավարում քո ապրանքներն ցուցադրես։ Ես այնտեղ եմ եղել, մենք եւ այնտեղ բազմաթիվ մենք ունենք մարդիկ, որոնք որ ունեն հարյուրավոր աշխատողներ եւ ունենք մարդիկ, որոնք որ 1-2 աշխատողով էին այդտեղ, այսինքն իրենք այդքան են, բոլորի համար այդ հնարավորությունը կա։ Եվ իհարկե երրորդ ուղղությունը դիվերսիֆիկացիայի զարգացումից արդեն ասեցի, եվրոպական ուղղությամբ Կանադա, ինչի մենակ Եվրոպա, Կանադայի դեպքում էլ մենք աջակցության ծրագիր ենք տալիս։ Ապրանք ես ուզում արտահանես Կանադա, շատ են խոսում Կանադան, Ամերիկայի եւ Կանադայի միջև առևտրային պատերազմները, կանադական շուկան բացվել է, շատ լավ կանադական շուկան բացվել է։ Մաքսատուրքերը մեր համար շատ աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ դեռևս շարունակում են ցածր մնալ եւ հուսով եմ այդպես կպահպանվի, այսինքն դա մեկ, երկրորդը արտահանման մաքսատուրքի այդ փոխհատուցումները մենք տալիս ենք, այսինքն հերիք չի ցածր է, մի հատ է փոխհատուցում ենք մենք։
Այս առումով դա շատ լավ գործիք է եւ աշխարհում կներեք ես հանձնարարել էի, որպեսզի տեսնեինք աջակցության որ երկրներն են, որ այդպիսի աջակցության ծրագրեր ունեն, նվազագույնը գոնե մեր աշխատողները չգտան երկրորդ երկիր, որ այսքան շատ աջակցության ծրագիր ունի իր բիզնեսի համար։ Սակայն կային երկրներ կներեք, որ ունեին մեր աջակցության ծրագրեր, մենք 20 աջակցության ծրագիր ունենք, իրանք ունեն 5-ը մերնի հետ կրկնվում էր, ուներ 7-ը կրկնվում էր, ունի 2-ը կրկնվում էր, ունի 3-ը, որից 2-ը կրկնվում է, մեկը մի քիչ սպეციფիկ է, մեր դեպքում չի աշխատի։ Այդտեղ մենք ման ենք գալիս աջակցության ծրագիր, որ մենք էլ անենք դրանից։ Այսինքն այդտեղ շատ լավ պայմաններ է մեր բիզնեսի համար իրական ստեղծված պետության կողմից, իհարկե այնպես չի, որ ամեն ինչի կատարյալ է։ Մենք հասկանում ենք, որ փակ սահմաններ ունենք, մենք հասկանում ենք, որ աշխարհակաղակական սահմանափակումներ ունենք, մենք հասկանում ենք, որ ներդրողների համար որոշակի ռիսկայնություններ կան, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարբեր հանգամանքներ եւ մեզ դրա համար խաղաղություն է պետք։ Որպեսզի մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր մակարդակի բարձրանանք ու դա drive տա շատ մեծ մեր տնտեսությանը եւ մարդկանց կյանքը էապես փոխվի, բայց արկա իրավիճակում արկա սահմանափակումների պարագայում պետությունը շատ մեծ աջակցություն է ցուցաբերում գործարար համայնքին։ Սակայն ինչ եք նկատում, տնտեսվարողները հակված են նոր շուկաներում ներկայացվածությունը ապահովելու վերջին տարիների միտումը ինչ է ցույց տալիս, ինչ նոր շուկաներ կան, որտեղ նոր ենք սկսել ներկայանալ։ Իհարկե հակված են եւ իրենք եւս հասկանում են, որ դիվերսիֆիկացիան դա քաղաքական խնդիր չէ առաջին հերթին։ Դա մաքուր տնտեսական խնդիր է։ Կան ընդդիմության մեջ օրինակ քաղաքական գործիչներ կամ միգուցե նաև իշխանության միջև են մարդիկ, որ համարում են դա քաղաքական խնդիր, ոչ դա քաղաքական շատ մեծ խնդիր է, բայց դա քաղաքական չէ որևէ երկրի դեմ։ Դա մաքուր տնտեսական է, որովհետև կներեք, եթե ես ձեզ վաճառում եմ ապրանք ամեն օր 1000 հատ, միգուցե ամեն ինչ լավ է, բայց եթե դուք վաղը չառնեք ինձ ապրանք, նշանակում է ես կհայտնվեմ կրիզիսի մեջ։ Ավելի լավ է ես ունենամ 7 գնորդ ամեն մեկը գնի օրական 100 հատ, քան թե 1 գնորդ ունենամ, ով 1000 հատ կգնի ու միայն ինքն է։ Մեր արտադրողներն էլ են հասկանում։ Նրանք, ովքեր որ արտանում են օրինակ միայն էմիրություններ, իրենք ուզում են եւ Եվրոպական միություն, եւ Ռուսաստանի Դաշնություն, եւ Չինաստան։ Նրանք ովքեր արտանում են միայն Չինաստան, իրենք ուզում են եւ Ամերիկա, եւ ԵՄ, եւ Մերձավոր Արևելք, եւ Չինաստան։ Նրանք ովքեր արտանում են միայն Չինաստան, իրենք ուզում են եւ Ռուսաստանի Դաշնություն, եւ ԵՄ, եւ այսինքն սա որևէ երկրի դեմ չէ։ Սա շատ տնտեսական բան է, այսինքն ոչ մեկ չի ուզում մեկ շուկա արտանել։ Ուզում է շուկան լինի Ռուսաստան, ուզում է շուկան լինի Չինաստան, ուզում է շուկան լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, ուզում է շուկան լինի Ճապոնիան։ Եվ մենք ցկտում ենք, որպեսզի մի կողմից աշխարհի բոլոր անկյուններում մենք ներկայացված լինենք, մյուս կողմից աշխարհի բոլոր անկյունները իհարկե համեստություն պետք է անենք, բայց միջև նաև անհամեստություն ունեն։ Մեր չափով մեզնից կախված լինեն, որովհետև մենք հետաքրքիր ենք աշխարհին, եթե մենք խոսում ենք անվտանգության մասին։ Կներեք, եթե աշխարհում մեր հետ մի բան տեղի ունենա ու աշխարհի ինչ-որ կետերում ինչ-որ բան տեղի ունենար, մեր հետ հավատացեք ոչ մի բան տեղի չի ունենա։ Անվտանգությունը որ աշխարհում ապահովում են այդպես։ Մնացածը դրանից ածանցվում է։ Հարյուրավոր օրինակներ կարան վերեմ, բա այս երկիրը, բա այն երկիրը։ Չեմ ուզում այդ երկրների անուններ բերեմ, բոլորը դրանց այդ երկրները առաջին հերթին ես չեմ պաշտպանել սենքով։ Դա հետևանք է։ Առաջին հերթին ես պաշտպանում եմ տնտեսական հետաքրքրությունները աշխարհի տարբեր երկրներում ունենալով եւ այդ հետաքրքրություններով աշխարհի տարբեր երկրներին հետաքրքիր լինելով։ Հետևաբար մեր խնդիրը այդպես պետք է լինի։ Եվ այս կոնտեքստում դիվերսիֆիկացիան ինքը եւ միկրոմակարդակում կազմակերպության մենեջմենթի եւ մակրո կառավարության կառավարման մակարդակում նույնական է, մասշտաբներն է տարբեր։ Դուք արդյունքները նկատում եք տնտեսության դիվերսիֆիկացիայի, հայկական արտադրանքը ինչ նոր շուկաներ ներկայացնում։ Մանիպուլյացիա չեմ ուզում անեմ, բայց օրինակ կա իրականության մեջ այդ մանիպուլյացիան, ասում են այսքան միլիարդ առևտրի մեջ շարունակում է ենթադրենք օրինակ չգիտեմ ինչ որ երկրների անուններ են տալիս որ իրենք գերակշիռ մաս, բայց դա էլ մի քիչ խապկանք է, այնքան խապկանք է, ինչքան որ ասենք որ Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերը այլևս Ռուսաստանի Դաշնությունը չի։ Դրա հակառակ մանիպուլյացիան էլ հիմա կանեմ, եթե ասեմ դե գիտեք մենք դիվերսիֆիկացիա ենք արել, Ռուսաստանի Դաշնությունը այլևս մեր թիվ 1 առևտրային գործընկերը չէ, ու տենց վիճակագրությամբ
Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերը Արաբական Միացյալ Էմիրությունները։ Բայց հասկանալի է, չէ՞, որ այնտեղ խապկանք կա, այսինքն այնտեղ ոսկու վերարտանում եւ այնտեղ դրանք հանում ենք, իրականության մեջ պատկերը մի քիչ ուրիշ է։ Ինչպես այն պատկերն է ուրիշ, որը ներկայացվում է, տեսեք, Հայաստանը գնալով կախվածությունը եւ այլը աշխարհը փուլ է գալիս մեր գլխին, ինչպես նաեւ սա է։ Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի այն ձգտումները, որոնք որ կան, ու այն համախոհությունը, որ մենք տեսնում ենք։ Տոտալ համախոհություն կա կառավարության եւ բիզնեսի մեջ դիվերսիֆիկացիայի մասով։ Իհարկե բիզնեսը ենթադրում եմ չի ուզենա, որ քաղաքականության հետ կապ ունենա եւ բիզնեսը միշտ պետք է ապա քաղաքական լինի, բայց մարդիկ հայացքներով, օրինակ, չգիտեմ, այսպես ասած, որևէ ուղղության հայացք ունեցող ես գործարար չեմ տեսել, որը չուզենա այլ ուղղության վրա ավելի շատ ապրանք արտահանի, քան այսօր։ Եվ հակառակը։ Այսինքն սա տոտալ համախոհություն է։ Ես Հայաստանում չգիտեմ գործարար, որը արտահանում օրինակ շատ քանակով Ռուսաստան, ինքը օրինակ չի ուզում ու ամեն օր խնդիր չի դնում իր թիմի առաջ Ֆրանսիա ապրանք արտահանի, Էմիրություններ ապրանք արտահանի։ Ես Հայաստանում չգիտեմ գործարար, որ իր գործերը կապված են հիմնականում արևմտյան երկրների հետ, ասենք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ ամեն օր խնդիր չի դնում իր թիմի առաջ Չինաստանի կամ Ռուսաստանի հետ ապրանքների ապրանքաշրջանառությունը ավելացնի եւ այդպես էլ կա։ Պարոն Պապայան, ձեր նախարարության համակարգման տիրույթում է նաեւ զբոսաշրջության ոլորտը։ Նախորդ տարի Հայաստան էր այցելել ավելի քան 2.200.000 զբոսաշրջիկ, սակայն այս տարեսկզբի տվյալներն ավելի քիչ են, քան նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանինը։ Նախ ինչով կպայմանավորեք նվազումը եւ ինչ քայլեր եք իրականացնում Հայաստանը ավելի գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար։ Երկու հիմնական խնդիր կա՝ աշխարհաքաղաքական եւ տնտեսական։ Աշխարհաքաղաքականը նաեւ որ մի շարք երկրներ ցավոք սրտի Հայաստանի տարածքի մեծ մասը այսպես կոչված կարմիր զոնա են հայտարարել, ինչը այդպես չի, ասենք օրինակ ես գնում եմ Գորիս, գիշերակացս անցկացնում եմ Գորիսի ինչ-որ մի հյուրանոցային համալիրում, որտեղ նույն խաղաղությունն է ինչ-որ Երևանի կենտրոնում կամ Երևանի կենտրոնում հաստատ ավելի անվտանգ չի, քան այդտեղ կամ Գիրանցի մոտ, բայց միջազգային զբոսաշրջային տեսանկյունից դա տենց կարմիր զոնա է, որտեղ օրինակ իրենք խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներն էլ, ինչը բազմաթիվ հանդիպումներում, քննարկումներում փորձում ենք բացատրել, որ այդպես չի եւ այդպես չի կարելի եւ էլի գալիս ենք խաղաղության պայմանագրին, էլի գալիս ենք նրան, որ էլի պատասխանը ստանդարտ է, դե խաղաղության պայմանագիրը որ կնքվի, խաղաղություն լինի կամ սահմանազատում, սահմանագծում որ լինի, այդ ժամանակ այդ հարցն էլ կլուծվի եւ այլն։ Իրենց երկրների ներքին գործն շատ բան չեն կարող անել, մաքսիմում կարող ենք համոզել։ Տեսնենք ինչ ստացվի։ Երկրորդը դա ըստ էության այն է, որ Հայաստանի դրամը բավականին ուժեղ է եւ պատկերացրեք այդ իրավիճակում հայկական տուր փաթեթների գները բավականին ցավոք սրտի համատության մեջ բարձր են մնում օբյեկտիվորեն, որովհետեւ ինքը շարունակել է մնալ ենթադրենք 400,000 դրամ, բայց ինքը այն ժամանակ $800 էր, հիմա դարձել է $1,000։ Այսինքն մենք գինի չենք բարձրացրել, ինքը էլի 400,000 դրամ է, բայց այն մարդը, որ իր արժույթով գալիս է Հայաստան, իր համար $200 թանկացել է։ Այստեղ ունենք խնդիր եւ երրորդ ուղղությունը դա այն ավիաընկերությունները, որոնք որ նոր ուղղություններ կսկսեն Երևանից կամ Գյումրիից կամ իրար հետ միասին, եթե միայն Երևանն է, ապա Գյումրին էլ հետ միասին, Գյումրիի հետ միասին, ապա եւ որոշակի իհարկե պայմաններ բավարարեն, օրինակ Հայաստանում ունեն բազավորված ինքնաթիռներ, նորոգություն եւ այլն, մենք ամեն ուղևորի չափով կոնկրետ գումարով աջակցություն ենք ցուցաբերում, այսինքն սա եւս մեծ մարքեթինգային խթան է, այսինքն կոնկրետ մենք փող ենք տալիս ավիաընկերությանը, որ ինքը Հայաստան մարդ բերի, այսինքն ինքը արդեն երաշխավորված Հայաստան մարդ բերելուց ունի եկամուտ, սա շատ կարևոր է։ Հաջորդը այն է, որ մեծ աշխատանք ենք իրականացնում տարբեր միջազգային գործընկերների հետ, մեր քաղաքացիները իհարկե շատ հաճախ կարող է չտեսնեն այդ գովազդները, որտեղ Հայաստանի դեպքում անջատված է, բայց օրինակ BBC-ով, CNN-ով, արաբական CNN-ով եւ այլն, բոլոր թիրախային երկրներն Հայաստանի մասին մեծ գովազդային արշավներ են անընդհատ գնում։ Մենք բոլոր էքսպոներին մասնակցում ենք, որոնք իրենց մեծ ծախսեր ենթադրում այդ էքսպոներին մասնակցելը, մեր ընկերությունները նվազագույն գումարներով հայտնվում են այնտեղ եւ
հնարավորություն ունեմ Հայաստան, հնարավորություն ունեմ իրենց տուրիստական փաթեթները ներկայացնել եւ այսպես շարունակ, այսինքն նորից մարդ բերելուց ավիաընկերության աջակցում ենք, արտանում կամ մեծ խոշոր ավիափոխադրողներից մեկի հետ անունը չտամ, որ գովազ չընկալվի, բայց էլի վերջերս համացանցում լավ տարածվեց, որ այդ ընկերությունը, որը հարյուրավոր չվերթներ անում եւ ամեն օր տասնյակ հազարավոր հաճախորդների է սպասարկում իր բոլոր ինքնաթիռների մեջ գրպանիկում դիմացի այդտեղ սովորաբար դիմում է ամսագիր եւ այդ ամսագրի մեջ Հայաստանի մասին մեծ էջ կա Հայաստանն է գովազդում, այսինքն մենք բոլոր հնարավոր եղանակներով Հայաստանը գովազդում ենք Հայաստանի տուրիստ եւ մի շատ կարեւոր բան Հայաստանում մեծ ներդրումներ են կարելի ենթակառուցվածքների ոլորտում Գյումրիում այդ որ գնում ենք ու տեսնում ենք Շատրվանը, հրապարակը, այն գեղեցիկ փողոցը, նոր գեղեցիկ փողոցներ կան, որոնք որ կառուցման ընթացքում են, դրանք բոլորը էկոնոմիկայի նախարարության տուրիզմի զարգացման ծրագրով են արվել եւ ես ուզում եմ նաեւ նշեմ, որ սա շարունակվում է եւ Համաշխարհային բանկը նոր $100 միլիոն վարկային ծրագիր հաստատեց Հայաստանի համար, որով Գյումրին, Եղեգիսը, Արենին, Դվինը, Դիլիջանը, Ապարանը, Սևանը եւ Գորիսը շատ մեծ տուրիստական աջակցություն կստանան, այսինքն նոր ենթակառուցվածքներ կկառուցվեն այնտեղ, նոր գործիքների հայտ կգան, այսինքն $100 միլիոն կդրվի այդ համայնքների զբոսաշրջային կարողությունները մեծացնելու ուղղությամբ, այսինքն միայն այն չի, որ հույսներս դնում ենք մեր պատմության վրա, միայն այն չի, որ հույսներս դնում ենք հին մշակույթի վրա, որը շատ կարևոր է, բայց մարդը պետք է գնա այդ պատմությանը հասնի, չէ, կոնկրետ այդ մշակույթին պետք է հասնի, չէ, կոնկրետ մի դեպք է, որ դա արվում է քանդու քարապարած ճանապարհով կամ մի դեպք է, որ հավես ճանապարհ չկա, մի դեպք է, որ դա արվում է սարքված ճանապարհով, մի դեպք է, որ տեղեկատվական կենտրոն կա, մի դեպք է, որ այդ միջավայրը սարքվել է եւ այլն, շարունակ այստեղ էլ շատ մեծ ներդրումներ են կան։ Պարոն Պապյան, վերադառնալով տնտեսվարողներին, որպես էկոնոմիկայի նախարար, ձեր գնահատմամբ հայաստանյան տնտեսվարողները օրինապահ հարկ վճարողներ են եւ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, ինչ քայլեր եք իրականացնում ստվերը հնարավորինս կրճատելու ուղղությամբ։ Երկրորդ ֆունկցիան մերը չի, ճիշտ ասած, ստվերը կրճատելու տնտեսության ոլորտը վերահսկում, ոչ, ստվերը կրճատելը մեր գործառույթը չէ, բայց կրճատված ստվեր ունենալը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք ընդհանրենք երկուսս տնտեսվարող ենք։ Եթե դուք հարկերը վճարեք, ես հարկերը չվճարեմ, այդտեղ առաջին հայացքից խնդիրն է, որ ես հարկ թաքցրեցի, ու պետությանը փող չտվեցի։ Բայց իրականության մեջ ամենամեծ խնդիրը դա չի։ Խնդիրը նա է, որ դուք եթե հարկ վճարեք, ես չվճարեմ, դուք սննկանալու եք վաղ, որտեղ ես օրինակ կարողանամ գներ իջեցնեմ արհեստականորեն եւ այլն դրա հաշվին, եւ օրինապահ հարկ վճարողը դուրս մնա շուկայից եւ ոչ օրինապահը մնա շուկայում։ Այսինքն հարկերը հավասարապես եւ պարտադիր վճարելը առաջին հերթին դա տնտեսական մրցակցության կանոնները պահպանելու մասին է։ Որովհետև եթե մեզնից մեր մեջ կա մարդ, ով հարկ չի վճարում, դա նշանակում է, որ ինքը մրցակցային առավելություն ունի հարկ վճարողների նկատմամբ, դա անթույլատրելի է։ Սա առաջին փիլիսոփայական մասը։ Երկրորդը, եթե ավելի կոնկրետ լինենք, ինչ ենք անում, շատ կարևոր մեր բոլոր ծրագրերից օգտվելու համար պետք է հարկային պարտավորություն չունենալ։ Այսինքն մեզ համար շատ կարևոր է, թե դու օգտվես այս ծրագրից, պետք է հարկային պարտավորություն չունենաս։ Եվ իհարկե շատ կարևոր է, որպեսզի այդ քրեական գործեր հարկային եւ այլն չլինի, այսինքն չլինի մի կազմակերպություն, ով տես պարբերաբար ուզում է հարկեր չվճարի, որովհետեւ դա մեզ համար կարմիր գիծ է։ Մնացած բոլոր դեպքերում մեր տնտեսվարողների կարող են հանգիստ մեր աջակցության ծրագրից օգտվել։ Արդյոք մեր բոլոր տնտեսվարողները պարտաճանաչ են, կատարում իրենց հարկային պարտավորությունները, թե ոչ, նորից դա էկոնոմիկայի նախարարության գործառույթ չէ, ՊԵԿ-ի գործառույթն է, ակնհայտ է, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են կատարում իրենց հարկային պարտավորությունները պատշաճ։ Սա ակնհայտ է, սա փաստ է, որը նաև վիճակագրությամբ է ամրապնդվում, այսինքն այսքան հազար հատ ստուգում եւ այսքան հազար հատ խախտում։ Ակնհայտ է, որ նվազագույնը, օրինակ, այդքան հազարը այդպիսի խնդիր ունի։ Բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ տենդենսը, ես տեսնում եմ տենդենսը դեպի դրական, ակնհայտ է, որ ստվերը շարունակաբար կրճատվում է եւ այդ ստվերի կրճատման մեջ
մենք միայն չենք ապավինում վարչարարությանը։ Սա խոսակցությունն է մեր հարկ վճարողների հետ։ Մեր խոսակցությունը հաշվետվություն է մեր հարկ վճարողին։ Եթե իրենք չհամոզվեն, որ մենք այդ գումարները մեր պետության եւ մեր ժողովրդի կարիքների համար ենք օգտագործում, իրենք միգուցե ավելի պակաս մոտիվացիայով կվճարեն եւ եթե իրենք համոզվեն, ավելի լավ մոտիվացիայով կվճարեն, որովհետեւ այն դպրոցը, որտեղ որ գնում է իր երեխան, իմ երեխան, ձեր երեխան, մյուսի երեխան սովորելու, այդ դպրոցը իր վճարած հարկերով է կառուցվում։ Այն զենքը, որը առնում ենք մեր զինվորի համար, որպեսզի ինքը պաշտպանվի, կամ այն սաղավարտը, որպեսզի ինքը պաշտպանվի եւ պաշտպանի իր պետությունը, դա իր վճարած հարկերով է արվում։ Այն ճանապարհը, որով ամեն օր ինքը, իր ընտանիքը, իր բիզնեսի մեքենաները, իր բեռնատարները գնում են գալիս են, դա կառուցվել է իր փողերով։ Այն կենսաթոշակը, որը վճարում ենք իր ծնողին, իր հարևանի ծնողին, իր աշխատողի ծնողին, մենք հանրային կոնսենսուս ենք ձեռք բերում, որ մենք պիտի ունենանք մի միություն, մի պետություն, որը ինչ որ ծախսել մեր տեղ պետք է անի։ Օրինակ, ես չեմ կարող գնալ եւ իմ երեխայի համար վճարել բոլոր ուսուցիչներին, որպեսզի ինքը առանձին կան իրեն դաս սովորեցնեն։ Դա ահռելի ծախս է։ Ես դա չեմ կարող անել։ Դրա համար ես հանրային կոնսենսուս ունեմ ձեզ հետ, մեր օպերատորի հետ, մեր դիտող քաղաքացու հետ, որ մեզանից ամեն մեկը մեր աշխատավարձի 4 գումար է տալիս մեր պետությանը։ Եվ մեր պետությունը դա մեր տեղը անում է։ Ես ամեն օր գնում եմ 15 կիլոմետր ճանապարհ տուն աշխատանքի։ Ես չեմ կարող 15 կիլոմետր ճանապարհ կառուցել։ Ոչ էլ դուք կարող եք 5, 15 կամ 25, ձեր 25 կառուցել։ Եվ մենք ունենք հանրային կոնսենսուս, որ մեր աշխատավարձի մի մասը մենք պետք է տանք մեր պետությանը, որպեսզի մեր պետությունը մեր համար կառուցի այդ ճանապարհը։ Դուք կարող եք օրինակ 10 կամ 20% ավել աշխատավարձ տանեք տուն։ Մենք եկամտային հարկը համարենք, որ չկա։ Բայց այդ դեպքում չենք ունենա ճանապարհ, որով կգանք կհասնենք մեր աշխատանքի վայրը։ Եվ այդ ճանապարհը, որ չունենանք, ավելի շատ փող ենք ծախսելու, որպեսզի հասնենք մեր աշխատավայր։ Մեր երեխաները, օրինակ, հենց այս պահին գնում են մանկապարտեզ, դպրոց, համալսարան։ Մենք ինչի ենք հանգիստ նստել, որովհետև կա իրավակարգ, որովհետև կա պետություն, ով պաշտպանում է բոլորին, իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը, մեր երկրի սահմանները, մեր երկրի ներսում կարգ ու կանոնը։ Ես չեմ կարող, չէ, անընդհատ իմ երեխայի գլխին լինեմ, դուք էլ չեք կարող ունել, ակետից բկետ տեղափոխվելուց, ձեր ծնողի կողքին անընդհատ չեք կարող ունել։ Բայց ինչպես է, որ մենք հանգիստ նստած ենք եւ այդ process-ը, որտեղ մենք վճարել ենք հարկ, եւ մեր հարկի այսքան տոկոսը գնացել է դրան, որպեսզի ես հանգիստ կարողանամ դա անել։ Եվ դա միշտ արվելու է։ Միակ բանը, որից խուսափել չի լինելու, դա հարկ վճարելն է։ Եթե մենք չվճարենք մեր պետությանը հարկ, մենք ստիպված ենք վճարելու այլ պետությանը հարկ ու ավելի շատ ամենայն հավանականությամբ։ Ոչ մեկին չթվա, թե հնարավոր է չվճարել հարկ։ Այս կոնսենսուսը, եթե չունենանք, որ մենք մեր պետությանն ենք հարկը վճարելու, կգան ուրիշները կվերցնեն ավելի խիստ ու ավելի շատ։ Սա է փիլիսոփայությունը։ Մնացածը խապկանքա կեղծ օրակարգ։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Ես եմ շնորհակալ։